Բարի օր ձեզ, բարի ողջույն ձեզ, բոլորին, ովքեր նայում են մեր հոլովակները։ Կրկին անցել եմ իմ գործին, առավոտից խաղում ենք, շարում ենք, բայց դեռ ունենք էլի խաղելու, ժողովուրդ էլի ունենք խաղելու, ուղղակի հիմա մի քիչ հանգստանանք, ընդմիջում անենք, հետո նոր շարունակենք։ Ցույց մոտիկից տեսնեք, ինչ լավ հասել է թութը, ճիշտ է շատ ջրալի չի, բայց ինքը շատ հավեսի գույնը եկել է ձևացել է թութը։ Շատ քաղցր թութ, քաղցր։ Նորից խաղել ենք ես, ամուսինս, Էլենս հիմա առավոտը գնացել է դպրոց, դպրոցից եկել է, հիմա էլ գնում է խաղի քննության, հա Էլեն ջան, վերջացնում ես, վերջ? Փառատոնն է վերջին։ Հա, վերջինը փառատոնն է, գիտե, բայց քննությունը վերջացնում ես, չէ՞։ Հա։ Ժողովուրդ ջան, Էլեն ջան, բեր մոտիկ, ինձ աչքերը սառել է։ Հիմա սա պետք է արդեն դնենք կարապկեքի մեջ, այստեղ էլ ունենք կարապկեքի մեջ սիրուն դասավորած, Էլեն ջան, դել նկարի արևս, ինչ սիրուն ենք շար է ժողովուրդ ջան, ինչ սիրուն շար եմ անում, նկարած շար եմ անում։ Տեսեք ինչ մտածեցիր, ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, Էլենից ճանապարհեցի իր քննությանը, դե այս պահին մենակ եմ։ Բոլոր թթերը շարեցի, հիմա մնում է գան, կշռեն եւ տանեն։ Ինչ արեցի, որոշեցի, որ մի հատ չէ, երկու հատ խմորեղեն թխեմ, հենց մեր կոֆեի համար, այս թթի սեզոնի ժողովուրդ ջան, շատ կոֆե ենք խմում, դե վերջը։ Որոշեցի, որ մի երկու հատ քանի մենակ եմ տանը, այս խոհանոցս էլ որ չեմ մաքրել, ասի մի անգամից թխեմ, վերջացնեմ, նոր անցնեմ մաքրության։ Ուրեմն 2 լիստ բիսկվիտի մածունով խմորա ժողովուրդ ջան, 6 հատ ձու, 1 բաժակ մածուն, 1 բաժակ շաքարավազ, սենց խառը ինչ որ կա լցրել եմ, ուրեմն 2 լիստ սենց կանեմ, հետո կրեմով կկպցնեմ իրար, հետո մտածեմ, թե հաջորդը ինչ պետքա թխեմ, ուզում եմ 2 տեսակի, 2 տարբեր ձևով խմորեղեն թխեմ, ուրեմն այս մեկը արդեն լցրել եմ սկուտերի վրա, այս մեկն էլ պատրաստ է, հիմա սա դնեմ ջեռոցը միացրել եմ։ Այս երկրորդը ջեռոցի մեջ է, հիմա սա էլ պատրաստ կհանեմ մեջից։ Առաջին լիստը հանել եմ ժողովուրդ ջան, հիմա երկրորդ լիստն եմ դրել, հավեսին լիստը ստացվել։ Խմորի ամանը լվացել եմ, հիմա մտածում եմ ինչ հեշտ տարբերակ թխեմ այս երկրորդն էլ, որ ինձ համար հեշտ լինի ժողովուրդ ջան։ Որոշեցի, որ այս մեկը անեմ
հենց սպիտակ, ընդամենը 5 ածու, 1 բաժակ շաքարավազ, 1 սուրճի բաժակ ձեթ եւ ուզում եմ այսքան անկույզը որ կա ջարդեմ լցնեմ մեջը ժողովուրդ ջան եւ երևի 1 բաժակ էլ ալյուր կլցնեմ, սա էլ թղեմ տեսնենք ինչ կստացվի։ Ուրեմն ասեմ իմ լավ հետևորդներին, հարգելի հետևորդներ ջան, արագի մեջ թխեցի, ուրեմն էսիկ անկույզով, խմորնա ձվով առանց մածունի, այս ձև եմ թողում, հենց առանց կրեմի, սա էլ Էլենիս ցանկությունն է, Էլենս հենց նոր եկավ, չթողեց որ կրեմ գցեի վրան, իսկ այս մեկն էլ այս տարբերակով, այնպես որ մենք արդեն համտեսել ենք կոֆեի հետ, շատ համով էր հարգելի հետևորդներ ջան, սրա վրա նորից անկույզ եմ քերիչով անցկացրել, իսկ այս մեկի մեջ հենց անկույզ եմ քերել, համը շատ լավն է, տեսքն էլ ոչինչ հարգելի հետևորդներ ջան։ Ինչն էս լավ թխված է, ժողովուրդ, ու համով։ Այս էլ Էլենի։ Ժողովուրդ ջան, ուրեմն ասի, խմորեղենս թխեցի, վերջացրեցի, խոհանոցս մաքրեցի, Վարդուհիս եկել Արամիկի հետ այստեղ։ Հիմա ասում եմ Վարդուհի ջան, ինչ կլինի մի հատ քո ձեռով ամուր բան պատրաստի։ Էսիկ այն բրինձնա, որ առել էի, պարսկական, բասմատի բրինձ, ժողովուրդ ջան։ Հիմա ուզում ենք սրանով մի հատ փլավ պատրաստենք, իհարկե Վարդուհին, ես չէ, հələ տենանք ոնց է։ Այստեղ էլ կաբաշկա է, պամիդոր վարունգ, տենանք ինչ է սարքում, Վարդուհիս։ Ժողովուրդ, սա էլ Քաբաբի ֆարշ է, այսպես պատրաստում է Վարդուհին, նայեք մի բաժակ ջուր է լցրել, մեկ էլ կարագ է դրել ու այսպես տապակվում է։ Այսօր աղջիկս եկել է, որ ես պատրաստեմ ինքը ուտի, բայց տեսակ ժողովուրդ ջան, էլի Վարդուհիս է պատրաստում։ Ու այնպես էլ չի, որ Վարդուհիս հոգնած չի ժողովուրդ ջան, իրանք էլ շատ թութ ունեն, իրանք դաշտ ունեն թթի, այսպես ասած, Վարդուհի ջան, ես մասում հապլավ, մաքրել հենց, հա, հոգնած եկել է երեխեն, եկել է ենել, մաման գործի ադրի աղջիկաս։ Աղջիկաս ձեռքի ամեն ինչը պատրաստած շատ համով է ժողովուրդ ջան, շատ։ Հենց եկել է, Էլենիս ասում է, քուրիկ մի հատ բան պատրաստի ուտենք։ Հեսա ապերը կգաք, ասի մի հատ բան պատրաստի ուտենք։ Ինչ Արամիկ ջան, հեսա Արամիկիս էլ եմ նկարել, հա։ Ժողովուրդ ջան, Միլենաս չի եկել, Արամիկս է եկել իր մամայի հետ։ Միլենաս չի եկել։ Ուրեմն ասեմ հարգելի հետևորդներ ջան, Արամիկս ուզում է գնա դհոլի, շատ է սիրում դհոլ նվագել, դե հիմա այս պահին չի գնում, բայց ուզում է, չէ՞ որ գնա։ Հիմա ուզում է մի հատ բան նվագի, սենց սեղանի վրա, ու ինքն էլ երգի, հələ տենանք ինչ է երգում, ինչ ես երգում իմ տղեն։ Ծաղիկ-ծաղիկները։ Ծաղիկ-ծաղիկները։ Ահա, դե նվագի տենա տատին։ Ծաղիկ-ծաղիկ-ծաղիկներ, պարտերի թագուհիներ, մոտենում են ծագում են, հեռանում են ճաշճուներ, աղ ծաղիկներ, ծաղիկներ, պարտերի թագուհիներ, մոտենում են ճանք չունեմ,
են, ապրի, վերջ, վաղվանից Արամիկս գնում է դհոլի, հա, Արամիկ ջան, պապայդ ասում ես մի հատ լավ, դհոլ է առնում իմ տղուն, են փոքր 35,000, հա, բայց լավ Արթի դա մի քիչ էլ ավելի լցրա, մի քիչ էլ լցրա, բաղացել է տեղավորել ենք սարմարանը Ժողովուրդ, ուրեմն ասեցի, քաբաբի ֆարշը, հենց այսպես եմ պատրաստում, կարակով, մի փոքր ջրով է թելա ու համեմունքներով կապակվում է։ Էլ ուրիշ բան չեմ համեմացնում։ Եվ կհամտեսենք և կլապետին չայլեն սոպ չկա արդեն։ Էլեմս էլ այսօր նվագել է թարը, թարի քնություն է տղել, ես ասացի չէ, որ գնացել է արարար, Էլեն ջան, ինչ ես ստացել։ 9 լավ նվագել է, գոհայել է ուսուցչուհին, ուսուցիչը, ուսուցչուհին ինչի չէ, բա դաշնամուրի ուսուցչուհին, դաշնամուրը նվագում է, չէ, ով է նվագում, դաշնամուրը, Գերակոյանը դաշնամուրը նվագում է, Էլենն էլ թարն է նվագում, բայց լավ բրինձ է վարդում, այսի տարբերվում է, չէ, մի առած բրինձից, մի քիչ ավելի երկար է, հետո բույնը ոնց որ մի քիչ ավելի են, մի քիչ դեղնավունի նման է։ Ասեմ ինչև էպի։
հարգելի հետևորդներ ջան, նոր թավա եմ ուրեմն հանել, եղբորս առած թավաներն է, 3 հատ է, բայց բերան չունի այս թավաներին, 3 հատ է, 3-ն էլ առանց բերանի։ Հիմա սա էլ մի հատ լվանամ, բայց որակը շատ լավն է, լվանամ կապաչկին սրա մեջ պատրաստեմ։ Ունեիր բախի առավ, ինչ կիթավա։ Ունեի, հա, ոչինչ թողնում ինչ է։ Հա, փոքր իսկական բրինչիկի համար է։ Ինձ որակիս է չէ՞։ Ամենահամով աղցանն է, ամենահամով։ Թեյրանում ուրեմն հարգել հետևորդներ ջան, այս վարունգով աղցանը, վարունգով պամիդորով, որ մենք միշտ պատրաստում ենք, իրանք ավելի մանր են կտրատում ու դաղց են խառնում, կոչվում է Շիրազ աղցան, այդպես են ասում։ Սոխը մանր, կանաչ սոխ, գլուխ սոխ, կանաչի, վարունգ, պամիդոր շատ մանր են կտրատում և նանա կամ դաղց, ես հանդիպել եմ դաղցով, կոչվում է Շիրազ աղցան, ինքը հենց պարսկական խոհանոցից վերցրած աղցան է, մենք հիմա որ պատրաստում ենք էլի, էսի հենց այդ նույն աղցանն է, այնտեղ իրանք պատրաստում են և համտեսում են բրինձով փլավի հետ, հավի հետ, հավի մսի հետ, ուղղակի մենք սովորության համաձայն միշտ խոշոր ենք կտրտել պամիդորով աղցանը, իրանք էլ ավելի մանր, վաղթի գիտես, ավելի մանր։ Խնձորը պամիդոր չի։ Հենց էսի պարսկական պամիդորը, էսի չէ, Էլեն ջան, ես այսօր որ դու կարատ գնացիք, անցած անգամ ուրեմն արել ենք պարսկական պամիդոր, մեզ առաջարկեցին շատ քաղցր էր, ժողովուրդ, շատ քաղցր, համով պամիդոր էր։ Այսօր նորից ամուսնուս ասեցի նույն տեղից կբերես, չգիտեմ ճիշտն ասած նույն խանութից ա վերցրել թե չէ, հա։ Ուրեմն էտա նույն պամիդորն է, բայց այս անգամ կա տենց։ Անցած անգամ լավ կարմիր էր մեջն է, ու քաղցր էր շատ։ Չենք լցնում, Էլեն ջան, չի լցնում, չէ, չի ուզում, ասմա սոխ մի լցվեք, որ կարողանամ ուտել։ Սպիտակ սոխ չունես։ Ունեմ, բայց չի ուզում լցնել։ Սա էլ բազուկով աղցան է, ես նախապես բազուկը քերել էի, ժողովուրդ ջան, քերել էի ու մի փոքր տապակել էի, մեկ էլ պոպոկ էի ոցրել։